Տան հյուրերի համար սուրճ է պատրաստում Արմինեն ու մտքով նորից վերադառնում 2023 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտը։ Չգիտեր, որ սիրելի ամուսնու հետ վերջին սուրճն է խմում։ Դա վերջի օրը շոկոլադով կոֆե եմ կվել։ Էդա։ Արցախի Մարտունիում սովորական խաղաղ առավոտ էր։ Ադամյանների ընտանիքը ապրում էր իր առօրյայով, մեծ հոգսերով, փոքր ուրախություններով։ Երեխեքը դպրոցում են եղել, ես շոկոլադ եմ գտել, դե արդեն շոկոլադը բան ա եղել։ Շոկոլադ չկար էլի, երկու հատ շոկոլադ եմ գտել, ասում բաբկեն քեզ այսօր սուրճ եմ տալու շոկոլադով։ Սենց համ բացել է համսես նայ մամա գուցե թողի երեխեքը գան ուտեն։ Ասում ես ճանապարհները բացվելու է, խանութները լցվելու է, դուք էիր ոչինչ երեխեքը ուտելու են։ Զգաց Արմինեի սիրտը մոտալուտ վտանգը, թե չէ, չգիտիմ, բայց հիշում է, որ երջանիկ ընտանիքի խաղաղ առօրյան խախտեց զինվորական ամուսնու նորից ծառայության մեկնելու լուրը։ 19-ին առավոտը ինքը դեժուրստվից տուն է եկել, որ գնա այն փոքր աղջիկս դպրոցում է եղել, էլի գնա բերի։ Դա գնացել է դպրոցից բերել, զանգել են իրան, շուտ բերել է երեխուն թողել մոտս ապտեկայում։ Իրան զանգել են, ինքը գնացել է։ Երեխես, որ շրջվել է, տեսել պապա նորից վայենը շորերով, գրկել է, թե լացումա, թե ես քեզ չեմ թողում գնաս։ Դե նես չէ, որ մենք չթողենք, ինքը չի գնա։ Ասալա կա խոխան, երեմ կայ ասան բաբկեն քինա։ Արցախի պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ Բաբկեն Ադամյանը կրկին վերադարձավ դիրքեր պաշտպանելու Մարտունու Կոհակ կոչվող բարձունքը։ Ընտանիքը սպասում էր նրան։ Սեպտեմբերի 19-ին չզանգեց, սեպտեմբերի 20-ին Արմինեն ստացավ ամենածանր լուրը։ Բաբկենը զոհվել էր։ Պապաս է եկել ասել, որ չի ասել, ասում այրի գնանք հիվանդանոց։ Ոչ մի բան չի ասում, գնում ենք, պապաս արդեն պապաս էլ է լացվում։ Ես էլ ասում եմ, չէ, ասում բաբկենն է, որ տենց ասում։ Լացում է, ոչ մի բան չի ասում։ Հետո դե ուզում եմ հավատամ, որ վիրավոր է, էլի։ Էդա, որ գնում ենք հիվանդանոցի այդ որ այդտեղ որտեղ այդ պահում են այդ վիրավորներին։ Բանը մի աղջիկ դուրս է գալիս, համ Արմինը ցավակցում։ Խիչ է եղել։ Ուզում եմ ասեմ, չէ, դե վիրավոր է բաբկենը։ Հետո որ հաջորդն է գալիս, դե ինձ ճանաչում են էլի հիվանդանոցում։ Հաջորդը որ գալիս է, ասում է ցավակցում, արդեն սկսում եմ գոռալ, չգիտեմ։ Բաբկեն Ադամյանը հուղարկավորվեց հայրենի ճարտարում, սեպտեմբերի 23-ի գիշերը։ Ընտանիքն անգամ վերջին հրաժեշտի հնարավորությունը չունեցավ։ Մի քանի օր անց ստիպված էին թողնել ամեն ինչ ու հեռանալ, իրենց հետ վերցնելով միայն հիշողություններն ու ցավը։ 27-ին առավոտը արդեն ասել են, որ թուրքերը ամարաս են, պիտի սաղ բանան, սաղ այդ քաղաքապետով բանով ճարտարի էլի, բոլորը միասին ասել են բանականում 27-ին առավոտը տես դուրս ենք եկել։ Դա բերել են, քաղաքապետը բերել է թուղթ սենց փեչատով թուղթ տվել, որ այս իշտեղը հողարկավորած է։ Ուրիշ ոչ մի փաստաթուղթ չեմ ունեցել։ Բաբկենի ընտանիքը հաստատվեց Հայաստանում։ Կորստի ցավից, անսահման կարոտից ավելի քան 2.5 տարի անց նորից ժպտում են այս աղջնակների աչքերը։ Իրենց փոքրիկ, բայց սեփական անկյունն ունեն։ Լորիկ հիմնադրամի աջակցությամբ ընտանիքը կարողացավ ունենալ սեփական տանիք, իսկ Հայորդի բարեգործական հիմնադրամը կառուցելով հայրենի օջախներ ծրագրի շրջանակում ՖԱՍՎ հիմնադրամի նվիրատվության շնորհիվ օգնեց կահավորել Արմինեի նոր բնակարանը։ Սեղան, ննջասենյակի կահույք, խոհանոցի կահույք, բազմոց, աթոռները, սուրճի սեղան, շատ շնորհակալ եմ, շատ գոհ եմ, շատ տեղահանված ընտանիքի համար շատ դժվար է, մանավանդ որ կերակրողն էլ կորցրած է, բազմակի անգամ դժվար է։
ես չեմ պատկերացնում առանց աջակցություն, առանց լավ մարդկանց քո կողքին զգալուց ոնց կարաս չես կարող։ Հոգատար հայրենակիցների ջերմ վերաբերմունքը այս ընտանիքի համար պարզապես աջակցություն չէ։ Իրենց ցավի հետ նրանք մենակ չեն։ Բոլոր օգնություններից ամենակարևորը, որ ստացել է Արմինեն, եւ ամենակարևորը, որ կարողացել է տալ հայրորդին։ Շատ զգացված եմ, շատ ուրախ եմ, որ մեր տեղը գիտեն, մեզ չեմ մոռանում, մենք գնահատված ենք, ես գնահատված եմ զգում, իմ երեխեքն էլ գնահատված են զգում, որ իրանց հայրը հերոս է, իրանք մեկը տենց են մտել, ես միշտ իրանց ասում եմ, ձեր պապան հերոս է, որ իրանց պապայի տեղն էլ գիտեն, երեխեքն էլ են իրանց լավ զգում։ Որպեսզի շատ ընտանիքներ զգան այս նույն ջերմությունը, միացեք հայրորդիին, աջակցեք, որպեսզի շարունակեն կանգնել զոհված հայրորդիների ընտանիքների կողքին եւ միասին կառուցել նրանց հայրենի օջախները։